Դուք թվարկեցիք մի քանի խոշոր պետություններ։ Իրենց ինչ մեր ընտրությունները, ինչ շահ ունեն մեր երկրում։ Ներազդում են, որ ինչ անեն։ Լավ եք ասում իրանց ինչ, բայց մյուս կողմից նայեք, հիմա լսած կլինեք Իրան, Հորմուզի նեղություն, այսինքն Իրան-Ամերիկա պատերազմի ֆոնին ամբողջ աշխարհում այս հոսքերը խախտվել են Ինչ հոսքեր, նավթագազային։ Նավթագազային, կոնտեյներների, հա, ոնց որ նավեր կային, որ նույն Հայաստանի դեպքում, հա, առաջ բավական շատ ապրանք գալիս էր Իրանի Բանդերաբաս նավահանգիստ, Իրանի տարածքով գալիս էր Հայաստան։ Հիմա ինչ-որ տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Հիմա սրա ֆոնին Ռուսաստանն էլ պատժամիջոցների տակ է, եւ եթե ուշադիր նայեք Չինաստանից Եվրամիություն այս ճանապարհային միջանցքին։ Առաջ շատ բան գնում էր Չինաստանից, օրինակ Ղազախստան կամ միանգամից Ռուսաստանով Եվրոպա, հետո դե պատժամիջոց պատերազմ։ Սկսեցին շատ հոսքեր ուղղել ներքևի կողմից Իրան, չգիտեմ, Սուեզի նեղուց եւ այլն, նույնիսկ մի երկու տարի առաջ Սուեզում մի հատ նավ էր sense թարս կանգնել, պարկինգ արել սխալ տեղ, ամբողջ աշխարհում ճգնաժամ էր սկսվել։ Հիմա Իրանում այս պատերազմական վիճակն անհասկանալի, որ չի պրծնում եւ այստեղ հանգարց մարդիկ նկատել են, որ ըստ ինչ որ մի հատ արանք կա, ուրիշ ճանապարհ կա։ Հա, որ կարելի է օրինակ դուրս գալ Կասպից ծովով անցնել Ադրբեջանի տարածքով, օրինակ Վրաստանով, Թուրքիայով դուրս գալ ու այդպես անում են։ Բայց օրինակ եթե այդ ճանապարհը մի փոքր այլ դառնա, օրինակ Կասպից ծովից ուղիղ գա Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով մտնի Եվրոպա, դե Թուրքիան արդեն Եվրոպայից կտոր ունի եւ այնտեղ լավ ճանապարհներ են, այսինքն կարող է ձևավորվել միջանցք, որը կապ չունի Իրանի հետ, որը կապ չունի Ռուսաստանի հետ։ Եվ այս մասին խոսվել է արդեն, հա, օրինակ Միացյալ Նահանգների նախագահը, գիտեք, անցած տարի օգոստոսին իրար հետ բերեց Ադրբեջանի նախագահին, Հայաստանի վարչապետին եւ ասաց եկեք ստորագրենք, թրիփ ստեղծենք։ Մի հատ էլ իր անունը վրան դրեց։ Իսկ մնացածը դիտեք YouTube-ում։